Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, որտեղ ձմեռները երկար են ու խիստ, իսկ գարունները բուրում են թարմ հողով ու ծաղկած նշանիներով, ապրում էր Մարիամ մայրիկը։ Նրա դեմքի ամեն մի կնճիռը մի պատմություն էր, լի դժվարություններով, բայց նրա աչքերը դեռ պահպանում էին այն նույն փայլը, որը կար այն օրը, երբ առաջին անգամ գրկեց իր միակ որդուն՝ Վարդանին։ Վարդանի հայրը վաղ էր հեռացել կյանքից, և Մարիամը իր ամբողջ կյանքը նվիրել էր որդուն։ Նա իր ձեռքերով քար էր կրում, հող էր մշակում, գիշերները լամպի լույսի տակ գուլպաներ էր գործում, որպեսզի որդին ոչ մի բանի կարիք չունենա։ «Վարդան ջան», ասում էր նա հաճախ, երբ որդին քնած էր լինում, «դու իմ լույսն ես, իմ աշխարհի միակ իմաստը։ Միայն թե դու լավ մարդ դառնաս, ես պատրաստ եմ ողջ կյանքս մոխրի վրա քնել»։ Վարդանը մեծացավ, դառնալով հպարտ ու ուժեղ երիտասարդ։ Նա տեսնում էր մոր չարչարանքը և մի օր որոշեց, որ պետք է գնա հեռու երկրներ աշխատելու, որպեսզի մոր համար մի մեծ ու տաք տուն կառուցի, որ նա այլևս երբեք սառը քամուց չդողա։ Մեկնելու օրը գյուղում մառախուղ էր։ Մարիամը մի կտոր հաց թխեց, մի փոքրիկ տոպրակի մեջ գյուղի հողից լցրեց ու տվեց որդուն։ «Այս հողը քեզ հետ պահիր, որդիս, ուր էլ լինես, սա քեզ կհիշեցնի, որ քո արմատները այստեղ են և որ քեզ սպասող կա։ Ու հիշիր, հացը չկտրես դանակով, ձեռքով բաժանիր, որ օրհնությունը չպակասի»։ Վարդանը գրկեց մորը, զգաց նրա մազերից բուրող թոնրի ու ուրցի հոտը և խոստացավ. «Մամ, երդվում եմ, ես շուտով կվերադառնամ։ Ես քեզ համար այնպիսի տուն կսարքեմ, որ բոլորը հիանան, դու այլևս չես աշխատելու»։ Նա գնաց։ Անցան ամիսներ, սկզբում նամակներ էին գալիս, հետո հազվադեպ զանգեր։ Վարդանը հեռավոր մի քաղաքում էր, որտեղ կյանքը շատ արագ էր պտտվում։ Նա աշխատում էր օր ու գիշեր, փող էր կուտակում, բայց ժամանակի հետ քաղաքի աղմուկը սկսեց խլացնել մոր ձայնը նրա հիշողության մեջ։ Տարիները սահում էին ինչպես ավազը մատների արանքով։ 5 տարի, 10 տարի, իսկ Մարիամը սպասում էր։ Ամեն օր նա նստում էր գյուղի ճանապարհին նայող հին քարին։ Գյուղացիները նրան տեսնելիս գլուխները կախում էին։ «Մարիամ տատի, ներս արի, ցուրտ է, անձրև է գալիս», ասում էին նրան։ «Չէ, բալես, հանկարծ Վարդանս գա ու տանը չլինեմ, կմտածի մերը չկա, կնեղանա», պատասխանում էր նա ժպտալով, թեև նրա աչքերը վաղուց արդեն լավ չէին տեսնում։ Մի ձմեռ շատ խիստ եղավ։ Գյուղի ճանապարհները փակվեցին ձյունով։ Մարիամի տունը ծերացել էր նրա պես։ Տանիքից ջուր էր կաթում, իսկ վառարանը հազիվ էր տաքացնում։ Մարիամը հիվանդացավ։ Նա պառկած էր անկողնում, բայց նրա ձեռքը դեռ սեղմված էր պահում այն նույն լաթի կտորը, որով Վարդանը մանկուց սիրում էր խաղալ։ Այդ նույն ժամանակ, հազարավոր կիլոմետրեր հեռու, Վարդանը նստած էր իր շքեղ գրասենյակում։ Նա արդեն հարուստ էր, հաջողակ, բայց այդ գիշեր նա մի երազ տեսավ։ Տեսավ իրենց հին ծիրանենին, որը չորացել էր, և մորը, որը կանգնած էր մառախուղի մեջ ու կանչում էր իրեն, բայց ձայն չէր հնչում։ Նա արթնացավ սառը քրթինքի մեջ, սիրտը սկսեց այնպես արագ բաբաքել, որ կարծես ուզում էր դուրս թռչել կրծքից։ Նա հիշեց մոր տված հողը, գտավ այն պահարանի խորքում փոշու մեջ, բացեց տոպրակը ու հանկարծ սենյակը լցվեց հայկական սարերի ու ուրցի բույրով։ Վարդանը հասկացավ, որ եթե հիմա չգնա, այլևս իրեն չի ներելու։ Վարդանը թողեց ամեն ինչ, գործերը, հանդիպումները, շքեղ մեքենան։ Նա առաջին իսկ չվերթով թռավ Հայաստան։ Երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց Զվարթնոցում, նա զգաց, որ օդն անգամ ուրիշ է, հարազատ ու ցավեցնող։ Նա մեքենա վարձեց ու սլացավ դեպի սարերը, բայց որքան բարձրանում էր, այնքան ճանապարհները դժվար անցանելի էին դառնում։ Ձյունը ծածկել էր ամեն ինչ։ Մեքենան այլևս չէր կարողանում առաջ գնալ։ Գյուղին հասնելու համար մնացել էր 5 կիլոմետր, զառիթափ ու ձնառատ ճանապարհ։ «Չես կարող գնալ, տղա ջան, կմոլորվես, կսառչես», զգուշացրեց նրան մոտակա գյուղի մի ծերունի։ «Ես պետք է գնամ, պապի ջան, մայրս սպասում է, ես արդեն 10 տարի ուշացել եմ, հիմա ոչ մի րոպե չեմ կարող սպասել», պատասխանեց Վարդանն ու քայլեց դեպի բուքը։ Քայլում էր ձյան մեջ մինչև ծնկները խրված, Նրա թանկարժեք կոշիկներն ու վերարկուն պիտանի չէին լեռնային ձմռան համար,
բայց նա ցավ չէր զգում։ Նա միայն լսում էր իր սրտի բաբախյունը, որը կարծես կանչում էր. «Մամ, սպասիր, մամ, մի գնա»։ Իսկ այդ ժամանակ գյուղի խարխուլ տանը Մարիամ մայրիկի շունչը դանդաղում էր։ Հարևանուհին Նազենին նստած էր նրա մոտ ու թաց լաթով սրբում էր նրա ճակատը։ «Մարիամ, մի քիչ ջուր խմիր, աչքերդ բաց արա», խնդրում էր նա։ Մարիամը դժվարությամբ բացեց աչքերը, նայեց դեպի դուռը ու շշնջաց. «Նազենի, դուռը մի փակիր, Վարդանս գալիս է։ Ես լսում եմ նրա քայլերը ձյան վրա, նա մրսած է, նրա սիրտը ցավում է, դուռը բաց թող»։ Նազենին լաց եղավ։ Նա կարծում էր, որ Մարիամը զառանցում է։ Ինչպես կարող էր Վարդանը հիմա այստեղ լինել, երբ 10 տարի լուր չկար։ Բայց Վարդանն իրոք գալիս էր։ Նա արդեն տեսնում էր գյուղի հեռավոր լույսերը, նրա ձեռքերն ուտել էին, դեմքը սառել էր քամուց, բայց հոգին այրվում էր։ Նա հասավ գյուղի եզրին, տեսավ իրենց հին ծիրանենին, ամբողջովին ձյունով ծածկված։ Նա ընկավ ծառի տակ, ուժերը լքում էին նրան։ «Աստված, միայն մի հնարավորություն տուր ինձ, միայն մի անգամ տեսնեմ նրան, ներողություն խնդրեմ ու հետո թեկուզ մեռնեմ», աղոթում էր նա։ Վարդանը վերջին ուժերը հավաքեց եւ հասավ տան դրանը։ Տեսնելով բաց դուռը, նա սարսուռ զգաց։ Նա ներս մտավ։ Սենյակում կիսամթություն էր, միայն վառարանի թույլ կրակներ լուսավորում պատերը։ Նա տեսավ նրան, այնքան փոքրացած, այնքան նիհարած իր մահճակալի մեջ։ Վարդանը ծնկի իջավ մոր անկողնու մոտ։ Նա չէր համարձակվում դիպչել նրան իր սառը ձեռքերով։ «Մամ ջան, ես եմ», հազիվ լսելի ձայնով ասաց նա ու արցունքները գլորվեցին նրա այտերով։ Մարիամը դանդաղ շրջեց գլուխը։ Նրա տեսողությունը գրեթե կորել էր, բայց մոր սիրտը տեսնում էր ավելին։ Նա բարձրացրեց դողացող ձեռքը եւ դիպավ Վարդանի դեմքին։ «Որդիս, հեկար բալես», շշնջաց նա։ «Ես գիտեի, ես ամեն օր Աստծուն խնդրում էի, որ ինձ ուժ տա մինչև դու գաս։ Ես չէի կարող գնալ առանց քեզ տեսնելու»։ Վարդանը բռնեց մոր ձեռքն ու սկսեց համբուրել այն։ «Մամ, կներես ինձ, ներիր, որ քեզ մենակ թողեցի։ Ես քեզ համար շքեղ տուն էի ուզում սարքել, բայց չհասկացա, որ քեզ միայն իմ ներկայությունն էր պետք։ Ես ամեն ինչ կտամ, միայն թե դու լավանաս։ Մենք նորից միասին կապրենք, ես քեզ երբեք չեմ թողնի»։ Մարիամը թույլ ժպտաց։ Այդ ժպիտի մեջ աշխարհի ամբողջ ներողամտությունն էր։ «Վարդան ջան, ես արդեն հարուստ եմ, որովհետև դու այստեղ ես։ Իմ տունն այստեղ է, քո սրտում։ Հիշիր, որդիս, աշխարհի ոչ մի ոսկի չարժե այն մի բաժակ ջրին, որը զավակն է տալիս ծնողին»։ Այդ գիշեր մի հրաշք տեղի ունեցավ։ Մարիամի վիճակը սկսեց լավանալ։ Կարծես որդու վերադարձը նրան նոր կյանք տվեց։ Վարդանը մնաց գյուղում։ Նա վերանորոգեց իրենց հին տունը, վառեց վառարանը եւ տունը նորից սկսեց բուրել թարմ հացով ու ուրցով։ Նա այլևս չգնաց հեռու երկրներ։ Նա հասկացավ, որ իսկական հաջողությունը ոչ թե բանկային հաշիվների մեջ է, այլ մոր խաղաղ քնի ու առավոտյան նրա հետ խմած թեյի։ Այսօր էլ եթե գնաք այդ գյուղը, կտեսնեք մի տուն, որի բակում ծաղկած ծիրանենի կա։ Այդտեղ ապրում են մի մայր եւ մի որդի։ Նրանք քիչ են խոսում, բայց նրանց լռությունը լի է սիրով, որը հաղթեց ժամանակին, հեռավորությանը եւ նույնիսկ մահվանը։